Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Ահա այն մարդը Հովհաննես 19:5 Եթե կա մի վայր, որտեղ մեր Տեր Հիսուսն առավել լիարժեքորեն է դառնում իր ժողովրդի ուրախությունն ու մխիթարությունը, ապա դա այն վայրն է, որտեղ նրան համակել են ամենադառնակսկիծ վշտերը։ Այստեղ եկեք, ով շնորհալի հոգիներ, նայեք այն մարդուն, որ Գեթսեմանի պարտեզում է, տեսեք նրա սիրտն այնքան լեցուն է սիրով, որ նա չի կարողանում պահել դա, և այնքան լիքն է վշտով, որ չի կարողանում զսպել իրեն։ Տեսեք, թե ինչպես է արյունոտ քրտինքը ծորում նրա մարմնի ամեն ծակոտիից և թափվում գետնին։ Ահա այն մարդը, որի ձեռքերն ու ոտքերը գամում են խաչապայտին։ Վեր նայեք, ապաշխարող մեղավորներ, և տեսեք ձեր չարչարվող տիրոջ վշտալի պատկերը։ Ուշադիր նայեք նրա փշե պսակի վրայի կարմիր կաթիլներին և հիացեք տառապանքի թագավորի պսակի անգին գոհարներով։ Ահա այն մարդը, որը ջրի պես թափվեց, և նրա բոլոր ոսկորները լուծվեցին, նա մահվան հողի մեջ դրվեց։ Սաղմոս 22:14-15 Աստված թողել է նրան, և դժոխքն է շրջապատել։ Նայեք և տեսեք, թե արդյոք երբևէ եղել է նրա վշտի պես դառը վիշտ։ Դուք բոլորդ, որ անցնում եք այդ տեղով, մոտ եկեք ու նայեք այս տառապանքի տեսարանին, եզակի և անզուգական, հրաշք մարդկանց և հրեշտակների համար, սքանչելիք, որ հավասարը չունի։ Ահա այն վշտի կայսրը, որ մրցակից չունի իր ցավերի մեջ։ Ձեր հայացքը նրան ուղղեք, ով սգավորներ, քանզի եթե խաչալ Քրիստոսի մեջ սփոփանք չգտնեք, ուրախություն չեք ունենա ոչ երկրի վրա, ոչ էլ երկնքում։ Եթե նրա փրկագնող արյան մեջ հույս չկա, ապա ով երկնային տավիղներ, դուք չեք կարող որևէ ուրախություն պարգևել և այլևս չեն լինի նրա աջ կողմը քաղցրություններ հավիտյան։ Սաղմոս 16:11 Մենք պետք է ավելի շատ ժամանակ անցկացնենք խաչի տակ նստած, որպեսզի մեր կասկածներն ու հոգսերը ավելի քիչ անհանգստացնեն մեզ։ Բավական է տեսնել նրա վշտերը, և մենք կամաչենք հիշել մեր վշտերի մասին։ Բավական է նայել նրա վերքերին, և մեր վերքերը կբժշկվեն։ Եթե ցանկանում ենք ուղիղ ապրել, ապա պետք է խորհրդածենք նրա մահվան շուրջ։ Եթե ցանկանում ենք փառքի հասնել, ապա պետք է խորհենք նրա խոնարհության և վշտերի շուրջ։